մենք այդ դեպքում կարող ենք գնահատել, որ վերջն արդյունքում իբր ինքնիշխան պետություն ստեղծելու նպատակով հայկական պետությունը, Հայաստանի Հանրապետությունը դառնում է ամորֆ մի կազմավորում, եթե մնա այդպիսին, եւ վերջն արդյունքում դյուրին կերպով կարող է ինտեգրվել, կարող է կցվել կամ բռնակցվել մեր հարևան Ադրբեջանին, ինչպես մեր քաղաքագետներից մեկն էր ասում, ադրբեջանական ենթապետություն կամ Թուրքիային որպես վիլայետ։ Առանց որևէ դիմադրության, որտեղ մեծ հաշվով դիմադրություն ազգայինն է, քո ինքնությունն է, քո եսն է, եթե դա կոտրվում է եւ իր ինստիտուտները, այդ թվում նաեւ ազգային ինստիտուտ եկեղեցին, եթե դիմադրության օղակները վերացվում են, շատ դյուրին կերպով դու ինտեգրվում ես, ասենք քո հարևան պետություններին։ Միանշանակ մենք այդ ուղղությամբ ենք գնում, բայց ես կուզեի մի փոքր ճշտում բերել ստեղ, հա։ Իրականում հարևան բառը իր մեջ դրական կոնոտացիա է պարունակում եւ առհասարակ հարևանը դա էլի ինչ որ կերպ բարեկամ է եւ այլն։ Հիմա մեր մոտ Ադրբեջանն ու Թուրքիան երբեք հարևան չի համարվել, որովհետեւ իրանք քոչվոր ու եկածներն են, որոնք հարևանությամբ չեն դրսևորվել այս տարածաշրջանում, ոչ մի պետություն չկա, որը իրանց ընկերն է, այսինքն Թուրքիայի բոլոր հարևանները իրանց թշնամիներն են, նույնն էլ վերաբերում է Ադրբեջանին, Հայաստանը, Ռուսաստանը ու Իրանը, ու Վրաստանի նկատմամբ էլ ունեն պետությունները կազմվել են հարևան երկրների տարածքների հաշվին։ Այսպիսով եւ ոչ միայն տարածքների, այլ նաեւ իրանց ժողովուրդների ոչնչացման հաշվին։ Եվ այսպիսով այս որ Ադրբեջանը մեր հարևանն է եւ այլն, այդ դրվել է էլի տարբեր օտարերկրյա կազմակերպությունների միջոցով հայկական նարատիվների մեջ ու այնքան դրական շեշտադրում, որ ճշտամի չդիտվի։ Այո, միանշանակ։ Ընդ որում, հենց ինչ որ մեկը ասում էր, որ Ադրբեջանը Հայաստանի թշնամի է, միանգամից սկսում էին հարձակվել, դե լավ, շատ ասեք հակառակորդ։ Իրականում իրանք հակառակորդ են, եթե մենք դիտարկում ենք միայն ռազմական ասպեկտը, տվյալ դեպքում մարտի դաշտում այո հակառակորդ է, բայց եթե մենք դիտարկում ենք զուտ որպես պետական նախագիծ, այսինքն դա միանշանակ թշնամի է եւ ուրիշ ոչ մի բան։ Եվ այսպիսով, այո, այդ ուղղությունը կա, որը դուք թվարկեցիք, եւ իմաստը հետեւյալն է։ Այսինքն ստեղ վարվում է հակառուսական քաղաքականություն, որպեսզի հակադրվի Հայաստանը Ռուսաստանին, եւ այդ պարագայում արդեն եթե ամեն առումով, ուրեմն Ռուսաստանը դառնա Հայաստանի թշնամի, այդ դեպքում ով պետք է փրկի Հայաստանին Ռուսաստանից։ Թուրքիան, այսինքն եթե օրինակ Ռուսաստանը ուզի Հայաստանը դարձի բերել, ինչ որ կերպ քաղաքական կամ ինչ որ այլ կերպ, ապա Թուրքիան պետք է այստեղ զորք մտցնի եւ պաշտպանի Հայաստանին Ռուսաստանից։ Սա է տրամաբանությունը, ընդ որում ես սա չեմ ասում զուտ տեսականորեն, այդ քննարկումները Թուրքիայում արդեն կան։ Եվ ավելին այս ստեղի որոշ իրանց մերձավոր շրջանակները արդեն էլի այդ քննարկումների մեջ մասնակցում են։ Այսպիսով այս թեման կա։ Հիմա ինչ վերաբերվում է ինչու պետք է զրկել հայերին ինքնությունից։ Բոլորը տեսել են հայ ինքնության ուժը, որովհետև խորհրդային միության փլուզման ժամանակ ստեղ շատ մեծ ցույցեր են եղել։ Իհարկե կարելի է դիտարկել, որ տարբեր կազմակերպչական ուժեր կան, այդ կազմակերպչական ուժերը ամենտեղ կային, բայց մի հատ ամերիկացի քաղաքագետը հավաքել է տվյալները բոլոր խորհրդային միության փլուզման ժամանակ ցույցերի տարբեր հանրապետություններում եւ ստացվել է հետեւյալ բան, Բերինգերը, եւ ստացվել է հետեւյալ բան, որ ոչ միայն ամենամասսայականը, զանգվածայնությամբ հայերը կազմել են խորհրդային միության փլուզման վերջին 5 տարվա ընթացքում ցույցերի մոտավորապես 45%-ը։ Այսինքն, քանի որ հայերը կազմել են խորհրդային միության բնակչության 1.1%-ը, այսինքն զանգվածայնությունը, հարաբերական զանգվածայնությունը Հայաստանում ցույցերը եղել է 40 անգամ ավելի շատ, քան թե միջինում խորհրդային միության մեջ։ Եվ սա է եղել հայոց ազգային շարժման ուժը։ Դրան գումարենք, որ հայերը հաղթել են այն պատերազմում, առաջին Արցախյան պատերազմը, որտեղ ընդհանրապես հնարավոր չէր հաղթել։ Այո, հաղթանակի շանսերը զրոյական էր։ Այո, բայց մենք հաղթել ենք ընդ որում, ինչքան էլ խոսան, որ այ բանակ չկար եւ այլն, իհարկե շատ բան նաեւ Փաշինյանի շնորհիվ, որովհետեւ 18-ից 20 թիվ այնպիսի ռազմական քաղաքականություն ա վարվել, որ մենք արդեն զգալիորեն անպատրաստ ենք, լիքը բան չեղարկվել եւ այլն, բայց ամեն դեպքում մեր հարաբերակցությունը զենքի, զինամթերքի եւ ենթակառուցվածքների տեսանկյունից Ադրբեջանի հետ անհամեմատ ավելի բարենպաստ է եղել
20 թվականին, քան թե 92 կամ 93 թվականին։ Այո։ Եվ այսպիսով այդ ժամանակ ուղղակի կամք եւ ցանկություն կար հաղթելու, իսկ 2020 թվականին շատ լավ բոլորս հիշում ենք ինչ ա եղել եւ դրանից հետո տեսանք ինչ քաղաքականություն ա վարվել, որը արդեն նպատակները ցույց է տալիս։ Եվ այսպիսով այս հսկայական ազգային շարժման ուժը, որը հայերի մեջ ոնց որ քնած է հիմա, ավելի ճիշտ քնացնում են, դրանից թուրքերը շատ վախենում են եւ ճնշում են Փաշինյանին, ասում են բանար, փակի։